ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում գրառում է արել եւ հայտարարել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ ընկեր եւ առաջնորդ է, նա Հայաստանն ուժեղ ու անվտանգ երկիր է դարձնում։ Նաեւ կիսում է Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար խաղաղության եւ բարգավաճման իր տեսլականը։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն օրերս այցելել է Հայաստան, որտեղ առաջ է մղել երկու երկրի համար կարևոր մի քանի գործարք։ Թրամփը շեշտել է, շուտով ԱՄՆ-ն եւ Հայաստանը միասին կդնեն Թրամփի ուղի նախագծի հիմքը, որը կվերափոխի Հարավային Կովկասը եւ ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի հասանելիություն ստանալ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։ Հաշվի առնելով այս ամենը, Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նրա օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ։ Կրկին հզոր դարձնենք Հայաստանը, եզրափակել է Թրամփը։ Հայաստանին է անդրադարձել Մարկո Ռուբիոն, կաբինետի նիստում պետքարտուղարը Թրամփին է ներկայացրել Հայաստան այցի արդյունքները, շեշտել թրիփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործարքի առանցքային հենասյունն է, որին ըստ Ռուբիոյի հաջողվել է հասնել Թրամփի ջանքերով։ Հայաստանի հետ ստորագրեցինք նաեւ քրիտիկական օգտակար հանածոների մասին փոխհմբռնման հուշագիր եւ ռազմավարական գործակցության եւս մեկ հուշագիր։ Այսպիսով սա պարզապես հիշեցում է, որ դուք հոգնեցիք կարգավորել եւս մեկ հակամարտություն, դիմել է պետքարտուղարը Թրամփին։ Ռուբիոն հավելել է, այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր ու հրաշալի հարաբերությունների ձևավորում, որոնք երկար ժամանակ լճացած էին։ Մարկո Ռուբիոն նաև շնորհավորական ուղերձ է եղել Ադրբեջանին, նշել, որ երկկողմ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Սպասում ենք գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային կապակցվածության, տնտեսության եւ անվտանգության ոլորտներում շփումների ընդլայնման միջոցով, ընդգծել է պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքով Վաշինգտոնը ողջունում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի հանձնառությունը եւ անհամբեր սպասում այդ ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակմանը։ Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից եւ հայկական արտադրության թարմլոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի եւ ելակի ներմուծման համար, հայտարարել է Ռոսսելխոզնադզորը։ Նշվում է, որ սահմանափակումը կգործի մինչեւ առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համար համապատասխան ալգորիթմ մշակվի։ Ռոսսելխոզնադզորից հայտնել են, թե իբր որոշումը կայացվել է Ռուսաստան-հայկական արտադրանքի մատակարարման ոլորտում խախտումների դեպքերի աճի պատճառով։ Ստեղծված իրավիճակը բուսասանիտարական սպառնալիք է ներկայացնում, նշում է ռուսական կողմը, հավելելով, թե հայ գործընկերները պատշաճ կերպով չեն ստուգում Ռուսաստան արտահանվող արտադրանքը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից սահմանափակում է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանի ընտրությունների համար հավատարմագրել մի քանի ռուս դիտորդի։ Մարիա Զախարովան դա ցավալի, ոչ բարեկամական եւ անհասկանալի քայլ է որակել։ Պաշտոնյան մանրամասնել է, որ խոսքը 3 պատգամավորի մասին է։ Մոսկվան դա հաշվի կառնի Երևանի հետ հարաբերություններում, հավելել է նա։ Զախարովայի խոսքով նման որոշումն ի ցույց է դնում Երևանի հակառուսական կուրսը։ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանում ռազմական թիրախների, ամերիկյան զլմների տվյալով խոցվել է մեկ օբյեկտ, որը սպառնալիք է ներկայացրել Հորմուզի նեղուցում ամերիկյան զորքերի եւ առևտրային նավագնացության համար։ Reuters-ի տվյալով ամերիկյան ուժերը նեղուցի տարածքում նաեւ խոցել են իրանական 4 ԱԹՍ եւ թիրախավորել Բանդար-Աբաս նավահանգստային քաղաքում տեղակայված իրանական ցամաքային կառավարման օբյեկտներից մեկը, որտեղից հնարավոր է արձակվել են ԱԹՍ-ները։ Գործակալության աղբյուրը նշել է, որ ԱՄՆ-ն պաշտպանական գործողություններ է իրականացրել եւ մտադիր է պահպանել հրադադարի ռեժիմը։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են հանրապետության տարածքում գիշերը հնչած պայթյունների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտարարել են, որ հարվածել են ամերիկյան ավիաբազային այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը թիրախավորել են Բանդար-Աբաս օդանավակայանի մոտակա տարածքը։ Թե որ բազայի մասին է խոսքը, չի հստակեցվում, սակայն տեղեկություններ կան, որ գիշերը Քուվեյթում գործարկվել է ՀՕՊ համակարգը։ Իրանից նախազգուշացրել են, ագրեսիայի ցանկացած կրկնություն կհանգեցնի ավելի վճռական պատասխանի։ Այս միջադեպից ժամեր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ գոհ չէ Իրանի առաջարկած կարգավորման պայմաններից։ Կամ պետք է հասնենք համաձայնագրի, կամ մեր գործը ավարտին հասցնենք, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա նշել է, որ չեն դիտարկում հակաիրանական պատժամիջոցների թուլացումը, քանի դեռ Թեհրանը չի փոխել քաղաքականությունը։ Նաև դեմ են, որ իրանական հարստացված ուրանը փոխանցվի Ռուսաստանին կամ Չինաստանին։ Դոնալդ Թրամփը նաև նախազգուշացրել է, որ կվերացնի Օմանը, եթե այդ երկիրը փորձի վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իսրայելի զինված ուժերը վերջին 3 շաբաթում առաջին անգամ հարվածել են Բեյրութին։ Իսրայելական զլմների տվյալով թիրախում է եղել Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Ցահլը հարվածներ է հասցրել նաև Լիբանանի հարավային տարածքներին, հաղորդվում է զոհերի մասին։ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանին հարվածները շարունակվելու եւ ուժ գնալու են։ Իսրայելի վարչապետի խոսքով պայքարը չի դադարի, մինչև Հեզբոլլահը չհանձնվի։
Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է ամերիկացի կոնգրեսականների քննարկել Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդման հարցը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր երկրին անհրաժեշտ են հակաբալիստիկ հրթիռներ։ Անդրադարձ է եղել հակառուսական պատժամիջոցներին, առաջնագծում իրավիճակին եւ ԱԹՍ-ների ոլորտում հնարավոր համատեղ նախագծերին։ Նա հաստատել է, որ նամակ է հղել ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին ահազանգելով Ուկրաինայում հոբ համակարգերի պակասի մասին։ Կիևից նաեւ հայտնել են, որ Ուկրաինան եւ Շվեդիան ստորագրել են պաշտպանության ոլորտում գործակցությունը խորացնելու համաձայնագիր, որի շրջանակում Կիևն այդ թվում Gripen կործանիչներ կստանա։ Դիանա Գասպարյան, լուրեր։